ըլնելու է պատերազմ սեպտեմբերին։ Հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը պատերազմը սպառնում են միայն Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ու աղետաբեր պատերազմ։ Կոնկրետ պատերազմի մասին տվյալներ չկան, քպականները բացատրում են, այն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հստակ ժամանակ է նշում, քաղաքական վերլուծություն է։ Եթե դու պահանջատիրական բաներ ես ներկայացնում, պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է, դա կազուս բելի է, դա պատերազմի առիթ է։ Եվ որ պատերազմի առիթ չլինի, քաղաքպայմանագիրը ընտրողներից մեծամասնություն է ուզում։ Ընդդիմադիրները հակադարձում են, իշխող թիմը պատերազմից խուսափելու մեկ ճանապարհ գիտի, տալ այն, ինչ ցանկանում է Ադրբեջանը։ Գործ ունենք պետության մեջ ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող անձի այսպես կոչված քաղաքական հայտարարության հետ, որով սպառնում է եւ կոնկրետ ժամկետ նշում, ինչպես ասացիք, որ եթե մենք չմնանք, սեպտեմբերին պատերազմը կսկսվի։ Ինչից ես եզրակացություն եմ մնում, որ ինչ որ բաներ խոսք ունեն տված, որ սեպտեմբերին կլինի ապահոված ձեր համար, հա, իսկ եթե ապահոված չլինի, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն։ Ոչ պաշտպանության նախարարը, ոչ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը մի քանի օր առաջ խորհրդարանում չասացին, իրենք ինչ տեղեկություն ունեն Փաշինյանի անոնսած պատերազմի մասին կամ որտեղից նման տեղեկատվություն։ Ավետիք Քերոբյանը պնդում է, այնինչ անում է Փաշինյանը, հստակ անուն ունի՝ շանտաժ։ Շանտաժ անում է շատ վաղուց բանից։ Շանտաժ անում է դեռ 2008 թվականի մարտի 1-ից։ Հիշենք, թե ով է սադրում այն ժամանակ ցուցարարներին, թե ով հետո փախավ եւ շարունակում է այսօր փախած անվանել ցեղասպանությունից մի կերպ փրկված ժողովրդին, հա։ Հիշենք 2013 թվականը, երբ կանգնած էր Ռաֆի Հովհաննիսյանի կողքին։ Հիշենք 2018 թվականը, երբ շանտաժով սպառնում էր ազգային ժողովի падգամավորներին, որ եթե ես չլինեմ վարչապետ, ուրեմն Հայաստանը վարչապետ չի ունենա, այսօր էլ նույն բանն է սպառնում։ Բայց այս սպառնելը գիտակ պետք է հասկանանք լրիվ հակառակը, որ եթե այս իշխանությունը մնա, մենք Հայաստան չենք ունենա։ Քերոբյանն ասում է Փաշինյանը գիտի, արդար ընտրություններով վերարտադրվելու շանս չունի, հետևաբար ամեն քայլ անում է իշխանությունը ձեռքից բաց չթողնելու համար։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։